Բարև ձեզ բարեկամներ։ Մեր նկարանող խումբը գտնվում է Մոսֆիլմ կինոստուդիայի գլխավոր ամենամեծ դահլիճում, որտեղ քիչ հետո տեղի ունենալու Ոսկե դուբլ ֆիլմի պրեմիերան։ Ես պիտի ասեմ, որ ֆիլմը ռուսական էկրան է բարձրանալու հունվարի 29-ին, բայց այսօր արդեն մեծ ոգևորությամբ այստեղ են հավաքվել բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցում են ֆիլմի ստեղծման աշխատանքներին եւ շարունակում են մեզ հաճելի անակնկալներ մատուցել։ Այստեղ են ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, այստեղ են նաեւ Արարատ 73-ի ֆուտբոլիստներից մի քանիսը։ Իհարկե, ցավոք նրանց թիվը այնքան էլ մեծ չէ, բայց այդ լեգենդար թիմը բոլորիս հիշողության մեջ մնալու է որպես այն կոլեկտիվը, որի մասին, որի ստեղծած լեգենդը դեռ շատ երկար են հիշելու։ Խնդրեմ դուք էլ վայելեք այդ ֆիլմի, ինչպես ասում են, ներկա գտնվողների մասնակցությունը եւ ես քիչ հետո ձեզ հանգամանորեն կներկայացնեմ այսօրվա այս երեկոյի գլխավոր դերակատարներին։ Սիրելի բարեկամներ, Մոսֆիլմ կինոստուդիայից շքեղ դահլիճում քիչ հետո տեղի ունենալու Ոսկե դուբլ ֆիլմի պրեմիերան։ Եվ այժմ ես հաճույքով ուզում եմ ձեզ ներկայացնել այդ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սարյանին։ Հարգանքներս, շատ հաճելի է։ Ես ուրախ եմ, որ վերջապես այստեղ այսպեսի բարձր մակարդակով նկարանվեց ֆիլմ Արարատ 73-ի մասին եւ այն, որ ինձ ասեցին ֆիլմի պրոդյուսերը լինելու է Վալերա Սարյանը, ես հասկացա, որ դա չի կարող շարքային ֆիլմ լինել։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ այս ֆիլմը ինքնատիպ հուշարձան է Նիկիտա Սիմոնյանի հիշատակին, որտեղ ափսոս որ ինքը չտեսավ, բայց մենք այս ֆիլմով իր կյանքը երկարացրեցինք։ Ինչպես առաջացավ ընդհանրապես գաղափար այս ֆիլմը նկարելու։ Նախ շնորհակալություն նման գնահատականի համար, ես շատ շոյված եմ նման վստահության համար եւ հուսամ, որ հանդիսատեսը կինոյի սիրահարները կգնահատեն նաեւ մեր ֆիլմը։ Չեմ թաքցրել երբևիցե, երբ որ ես նայեցի առաջի անգամ «Движение вверх» ֆիլմը, այդ հիասքանչ պատմությունը, ինչպես Սովետ միությունը հաղթահարեց Ալեքսանդր Բելովի, այո, այդ ֆիլմի դիտումից հետո ինձ մոտ առաջացավ այդ միտքը, ինչու ոչ, քանի որ մեր պատմության մեջ մենք ունենք նման էջ, երբ որ Արարատը 73 թվականին մեզ բոլորիս նվիրեց այն էմոցիաները, որոնք մինչ այսօր անմոռանալի են, եւ եթե մենք հնարավորություն ունենք նաեւ կինոյի միջոցով դա եւս դրան տալ երկրորդ շունչ եւ պահպանել այդ պատմությունը, ինչու ոչ, եւ սկսեցինք այդ պրոյեկտը։ Դժվար էր գնում աշխատանքը։ Այո, հաշվի առնելով ֆիլմի մասշտաբները, հաշվի առնելով այն, որ 70-ական թվերի պատմությունը մինչ այսօր շատ լավ հիշում են մարդիկ, ես շատ ժամանակ կիսալուրջ, կիսակատակ ասում եմ, որ 18, 17, 16-րդ դարերի մասին մի փոքր ավելի հեշտ է նկարել, որովհետև մարդիկ արդեն չեն հիշում ինչ է եղել 16-րդ դարում։ Ես նկատի ունեմ կերպարների մասին է խոսքը, մանրունքների մասին է խոսքը։ Մեր դեպքում, երբ որ մենք խոսում ենք 73 թվականի մասին, այո, մեր ծնողները ողջ են, մեր ծնողները հիշում են եւ շատ մարդիկ գիտեն ամեն մի մանրունք։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ հիշում եմ, երբ որ ինձ զանգում էին, ասում են եղբայր ֆիլմի ռեժիսորը դու ես, նու շատ ժամանակ չէի բացատրում ռեժիսոր պրոդյուսեր տարբերությունը, գիտես Իշտոյանի, չգիտեմ, ձեռքին այսինչ էլեմենտի կար այդ գոլը խփելուց առաջ։ Մենք հասկանում ենք, որ մենք պետք է այդ ամեն ինչը հաշվի առնենք, որպեսզի հանդիսատեսը գնահատի եւ հավատա մեր ֆիլմին։ Իսկ տղաների հետ, Արարատ 73-ի տղաների հետ հեշտ մերվեց ամեն ինչ, այդ ֆիլմը պաստորեն ինքը գեղարվեստական ֆիլմ է։ Ինքը գեղարվեստական ֆիլմ է, խաղարկային, այո, պարոն Ղուշյան, մենք ձայնագրած ունենք մոտ 238 ժամ ինտերվյու տղաների հետ։ Ցավոք սրտի շատերի հետ ում ես արդեն հասցրեցի ընկերանալ, նույն Արկադի Անդրեասյանը, Նիկոլայ Ղազարյանը, իրանք արդեն չկան եւ մենք հաշվի ենք առել իրանց տված պատմությունները, իրանց պատմած պատմությունները եւ ամենակարևորը Նիկիտա Պավլիչի պատմությունը, որպեսզի մեր ֆիլմը լինի նաեւ որպես հարգանքի տուր իրենց անձին։ Իսկ հայ հանդիսատեսը երբ կարող է այս ֆիլմը դիտել։ Փետրվարի 5-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Վալերա, ես ձեզ մաղթում եմ հաջողություն,
Ես շատ ուրախ եմ, որ դու շարունակում ես այդ հրաշալի գործը եւ նորից եմ կրկնում, այս ֆիլմը մի ինքնատիպ հուշարձան է Նիկիտա Սիմոնյանի հայկական ֆուտբոլի համար ընդհանրապես։ Շնորհակալ եմ, պարոն Ղուշյան։ Իսկապես Մոսֆիլմ կինոստուդիայի մեծ դահլիճը նորից բազմամարդ էր։ Նոր ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ այստեղ հավաքվել էին 1000-ից ավելի կինոսիրողներ։ Եվ պետք է ասել, որ ֆիլմի պրեմիերան իսկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանդիսատեսների շրջանում։ Ֆիլմի ցուցադրումից առաջ բոլորը անհամբեր հետաքրքրությամբ էին սպասում Արարատ 73-ի եւ Ոսկե դուբլ ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներին։ Անշուշտ մեծ էր հետաքրքրությունը հատկապես Արարատ 73-ի ֆուտբոլիստների նկատմամբ։ Նրանցից մեկին Սերգեյ Բոնդարենկոին մենք խոսափողի մոտ հրավիրեցինք ֆիլմի ցուցադրումից առաջ։ Սերի բարեկամներ, դե իհարկե ճանաչեցիք Արարատ 73-ի 7 համարի լեգենդին Սերգեյ Բոնդարենկոին։ Սերգեյ, ես հասկանում եմ, որ այսօր շատ մի տեսակ ապրումներով եք եկել այս ֆիլմի պրեմիերային։ Սպասումները իրոք մեծ են։ Տեսել ես ֆիլմը։ Չեմ տեսել ֆիլմը, նոր պետք է բանալի։ Եվ ինչ սպասումներ են։ Սպասումները ուղղակի մեզի տանում է մեր ջայլ կյանքին էլ երիտասարդ վաղտը ինչ բան են քաղացել, ինչ ձև են քաղացել, ոնց են քասել հաղթանակներին։ Ինչ որ տես բան սպասում ենք, որտեղ պետք է կրկնել մի քիչ դժվար է, էլի որ բառերով ասես։ Հետո մենք մի քիչ մեջներս մի քիչ ամեն դեպքում տխուր ենք, որ կուզենայինք, որ Նիկիտա Պավլիչը հենց մեր կողքը էլի Նիկիտա Սիմոնյանը։ Բայց մենք հարգանքի թուրքով եկանք ու մենք 3 մասնակցեցինք տուրնիրը Սպարտակ Մոսկվա, Սբորնա ՍՍՍР նվիրյա բան Նիկիտա Պավլիչի տուրնիր էլի անվան։ Այո, Սիմոնյանի շատ ակին։ Այդ շատ լավ բան էր, որտեվ այդ մեծությանը մեծ արեցին, ակին մարդ կար առաջին տելեստուդիաներից եկել էին, որ այդ տուրնիրը բանան էին, որ նվիրեցին Նիկիտա Պավլիչ Սիմոնյանին։ Ես քիչ առաջ զրուցում էի ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սարյանի հետ եւ ասացի, որ այս ֆիլմը մի ինքնատիպ հուշարձան է Նիկիտա Սիմոնյանի։ Եվ իհարկե Արարատի հայկական ֆուտբոլի համար ընդհանրապես։ Դու ես այդ կարծիքին։ Այո, լրիվ, որտեղ Նիկիտա Պավլիչի մեր Հայաստանի Արարատի գլխին մարզիչ կալը, ստան ասենք, մեզի ավելի շատ ոգևոր շնչեց, մեզի ասենք ասեն վիճակը, որ ասում են գլխիցդ բարձր պետք թռնես էլի, որտեղ այդքան մենք հարգանք ունենք, այդքան սիրում ենք այդ մարդուն։ Ես իմ մտքում երկու բան ունեմ, Սվիտո Չելավեկ, որ իրան ողջ ժամանակ որ ծնունդին եկել ենք, ես իրան պարզացեցի Սվիտո Չելավեկ ու Նիկիտա Պավլիչ, որ միտեղ բեմի վրա կանչեցին, ասեց Սիրոժա, դու ուժեղ ես մտնեմ թևդ էլի։ Իր աղջիկն էր տանում։ Ասես, ասի դնեմ ուսերից տանեմ Նիկիտա Պավլիչ, ես կցավը տանեմ, խնդաց ինքը բանը։ Սերգեյ, այնուամենայնիվ իրոք այս ֆիլմը հրաշալի գործ է նվիրված Մեծն Սիմոնյանին եւ Արարատ 73-ին։ Ես ուրախ եմ, որ մեր լեգենդներից մեկը, որ դու ես, այդ ֆիլմը հնարավորություն կունենա դիտելու մեծ էկրանին։ Ես կարծում եմ, որ ֆիլմի ցուցադրումից հետո մի առիթով կգաս մի օր մեր մոտ Երևանյան տաղավար, եւ մենք փորձենք ավելի մանրամասն խոսել ֆիլմի մասին։ Շատ մերսի ցավը տանեմ։ Համլետ Ղուշյան ջան, ես քո ցավը տանեմ։ Քեզ սպասում ենք Երևանում։ Մերսի։ Մինչ ֆիլմի պրեմիերան զրուցեցինք նաև Նոև Կավչակ թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանի հետ, ով եւս առանձին հետաքրքրությամբ էր սպասում նոր ֆիլմի պրեմիերային։ Ֆիլմի պրեմիերային ներկա գտնվող հանդիսականների մեջ է նաև մեր ծրագրի լավ բարեկամն ու մեր գործընկերը Գրիգորի Անիսոնյանը։ Պարոն Անիսոնյան, այսօր տոն է մեզ համար ինքնատիպ։ Ոսկե դուբլ կամ Արարատ 73։ Սա մի ինքնատիպ հուշարձան է Նիկիտա Սիմոնյանին եւ հայկական ֆուտբոլին ընդհանրապես։ Ինչ ապրումներով եք եկել։ Գիտեք, մենք բոլորս, ով ներկա էր այն տարիներին, այդ խաղերը տեսել է Արարատ 73-ի, մենք շատ էինք սպասում նման ֆիլմ եւ այսօր կարելի ասել մեծ տոն է մեզ համար եւ տեսնում եմ, որ այսօր ուղղակի տոմսել չկա, չեն կարողանում մարդիկ դրսում կանգնած ուզում են ներս գալ
նայել ֆիլմը, բայց հնարավորություն չկա բոլորին ընդունել։ Ոսկե դուբլ ֆիլմը այսօր շատ կարևոր է, որ մենք չմոռանանք մեր տղաներին, որոնք 73 թվականին կարելի ասել հերոս դառան։ Եվ իհարկե գագաթը Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն էր, որը կարողացավ տղաներին հավաքել, սարքել, ստեղծել եւ սարքել այն թիմը, որը արժանի դառավ եւ ոսկե մեդալներին եւ գավաթին։ Գիտեք, ես մեր ունկնդիրներին պիտի ասեմ, որ այսօր ինչ ապրումներով են բոլոր ազգերի մարդիկ եկել մասնակցելու ֆիլմի պրեմիերային, երբ մեր բոլորովին վերջերս տեղեկացա, որ Հայաստանի իշխանություններն այդ ֆուտբոլի ֆեդերացիա կոչեցյալները չեն ուզել, որ փողոց անվանակոչվի Նիկիտա Սիմոնյանի անունով, պարզապես չգիտեմ, սրանից ստոր, տական, կեղտոտ բան կարելի էր անել։ Գիտեք ինչ, ես արդեն չեմ զարմանում, թե ինչ է կատարվում այսօր ֆեդերացիայում, ֆուտբոլի ֆեդերացիայում Հայաստանի, որտեղ մի սենսացիոն, այսինքն ճակերտներում սենսացիոն վատ իմաստով լուրը ստանում ենք մեկը մյուսի հետևից։ Դրա համար ես չեմ զարմանում, բայց զարմանում եմ, որ ժողովուրդը ունկնդիրները, ֆուտբոլի սիրահարները լրաց նայում են, թե ինչ է կատարվում։ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը արժանի է, որ ամենալավ փողոցներից մեկը, գլխավոր փողոցներից մեկը Երևանի կրի իր անունը, որովհետև այդ մարդը Հայաստանի հերոս է, եթե այսօր հերոսն է, որտեղ տեսեք, հայկական ոչ միայն ֆուտբոլը, հայկական սպորտը նման բարձունքի չի հասել երբեք։ Անձեր հասել են, անձեր, որպես մենք ունեինք անձեր Յուրիկ Վարդանյան եւ այլն, շատ անձեր, բայց թիմ չենք ունեցել։ Թիմը եզակի դեպքն է, երբ որ թիմը, իսկ մենք գիտենք, որ մեր ազգը եզակի դեմքերով է առաջ գնացել, բայց շատ լավ օրինակ է, որ տեսեք թիմը, այսինքն թիմային, մենք թիմային ազգ չենք, բայց մենք պետք է դրան ձգտենք։ Եվ իհարկե երևի թե քաղաքի ղեկավարությունը պետք է չլսի ֆեդերացիային եւ ի վերջո փողոցներից մեկը, կարևոր փողոցներից մեկը Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի անունով կոչել։ Շնորհակալություն, ֆիլմը դիտենք եւ կարծում եմ բոլորն էլ դրանից մեծ հաշիվ կստանան։ Շնորհակալ եմ։ Никита Павлович, сколько лет вы отдали Спартаку? А теперь вы за работу. А когда Арарат станет чемпионом, мы с вами всех заткнем. Докажи всем, что ты победитель. Отдай пас ему! Наступает черта, когда надо принять нового тренера, принять его тактику. И вот тогда мы победим. Դահլիճը բուրըն ծափահարություններով դիմավորեց ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներին եւ Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստներին։ Իսկապես բոլորը առանձին հետաքրքրությամբ են սպասում ոսկե դուբլի էկրան բարձրանալու, իսկ ռուսական կինոթատրոններում այն կցուցադրվի հունվարի 29-ից։ Բեմահարթակ դուրս եկած ստեղծագործական խմբի անդամներին եւ Արարատ 73-ի ֆուտբոլիստներին առանձին այսպես ջերմ հետաքրքրությամբ ներկայացրեց Վալերի Սարյանը։ Այդ օրը Մոսֆիլմ կինոստուդիայի գլխավոր կինոդահլիճում ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին Ոսկե դուբլ ֆիլմը, որի ավարտից հետո զրուցեցին նաև Արնո Բաբաջանյան ֆոնդի գլխավոր տնօրեն Արա Բաբաջանյանի հետ։ Ֆիլմի ցուցադրումից հետո մենք իհարկե բոլորս շատ բարձր տրամադրությամբ զրուցում ենք մեր հայրենակիցների, ինչու՞ միայն մեր հայրենակիցների, այնպես էլ մոսկվացիների, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հյուրերի հետ եւ ես բոլորի աչքերին ուրախության ոչ միայն արցունքներ, նաեւ շփիթներ եմ տեսնում, որտեղ
մենք վերհիշեցինք մի հրաշալի ժամանակաշրջան, երբ ստեղծվեց Արարատ 73-ի լեգենդը, Նիկիտա Սիմոնյանի լեգենդը։ Եվ այս ֆիլմը իսկապես մի հուշարձան է այդ ամենին։ Իմ զրուցակիցը ձեզ քաջացանոթ Արա Բաբաջանյանն է, Արտակ իմ լավ ընկերը։ Մենք այստեղ կիսվում ենք մեր առաջին տպարությունները։ Արեք, ես շատ ցավում եմ, որ հայրիկը չկար, նա ոնց կուրախանար։ Շատ կուրախանար։ Մեծ երկրպագու էր, մեծ։ Ես հիշում եմ, երբ մենք Դիլիջանում նրա հետ հանդիպեցինք, Արարատի մասին այնպես էր խոսում, որ կարծես ինքը ամբողջ կյանքը ֆուտբոլում էր հասկացել։ Դե ինքը շատ մեծ բալելշիկ էր, շատ էր սիրում ֆուտբոլում, անավանդ Արարատը։ Այո, եւ այսօր մենք որ դիտեցինք այս ֆիլմը, ոսկե դուբլը, ինչ ապրումներ դու ունեցար։ Ես շատ հուզված եմ, գիտեք, ես նստած էի, լացում էի, իսկական ես, որովհետև շատ ուժեղ նկարը, իմ շատ դուր եկավ ու ուզում եմ շնորհավորեմ մեր ժողովրդին, այդ ռեժիսորը, որ արեց, պրոդյուսերին Վալերա Սահարյանին, որ այսպես սիրուն նկար։ Ես վաղուց չեմ այսպես ուժեղ կինո չեմ տեսել, իսկականից։ Մեծ պատիվ վերող գործ է։ Անշուշտ, մեծ պատիվը, որովհետև դա իստորիա է, մեր պատմությունը, դա մենք հիշենք մեր իստորիա, այդ ոսկի դուբլը, այդ մեր ժողովրդի համար այդ շատ մեծ բան է, ես այսպես եմ մտածում։ Եվ շատ ցավում եմ, որ Նիկիտա Սիմոնյանը չտեսավ այս ֆիլմը։ Ափսոս։ Փաստորեն ֆիլմի ցուցադրումից մի քանի ամիս առաջ։ Վերջերը հիշում եք, չէ՞, կադրները, որ այո, համ այս բերոյը վերանդեպ, ու հետո ցույց տալիս Նիկիտա ինչ հոյակապ այդ կադրները, ես հրաշալի իրոք։ Արա, ես հույս ունեմ, որ դու երբ լինես Երևանում, ինչու՞ միայն Երևանում, Մոսկվայում էլ մենք առանձին հանդիպենք, մի քիչ զրուցենք, որովհետև մեր ունկնդիրների շատ կա պատվելու, հատկապես հայրիկի հետ կապված։ Եղավ։ Շնորհակալություն։ Արտակ ջան, քեզանից է շնորհակալություն։ Լավ եղեք։ Լավ, սիրելի բարեկամներ, շարունակենք մենք զրուցել հյուրերի հետ։ Հետաքրքիր էր իմանալ նաև ֆիլմի պրոդյուսերներից, հովանավորներից մեկի Արթուր Սողոմոնյանի կարծիքը, ով այդ օրը նույնպես բավականին հուզված էր։ Ես ձեզ ուզում եմ ներկայացնել ևս մի անձնավորության, ով մեծավանդ ունի այս ֆիլմի ստեղծման գործում։ Դե երևի մեր ունկնդիրները ճանաչեցին Արթուր Սողոմոնյանին, այ բարերար, գործարար, մարդ, որ իսկապես իր ժողովրդի ուրախությամբ, իր ժողովրդի հոգսերով, ցավերով այապում։ Արթուր, ես ուզում եմ ձեզ շնորհավորել։ Սա հրաշալի ֆիլմ էր։ Հավատացիք, որպես մարդ, որ 50 տարի հեռուստատեսությունում է, վաղուց այսպիսի ապրումներ չեմ ունեցել։ Ես հարցունքներ հայտնի անկախ ինձանից իմ աչքերից։ Ես որտեվ հիշեցի իմ առաջի քայլերը, ես 73 թվականին սկսեցի իմ առաջի ռեպորտաժները եւ այս ֆիլմը ինձ տարան այդ տարիները։ Բացի արդյունքներից մենք մեծ հպարտանալու տեղ ունենք, որն մեր տղաներին ոնց որ հասկանում ես ինչ ուժեղ հաղթանակներ ունեցել Հայաստանը։ Ափսոս, որ Նիկիտա Սիմոնյանը չտեսավ այս ուրախությունը։ Շատ, մենք ինքը սպասում էր այդ կինոն։ Այո։ Սիրելի բարեկամներ, ես ձեզ պիտի ասեմ, որ Արթուր Սողոմոնյանը մտերիմ բարեկամներ է եղել ինչպես Նիկիտա Սիմոնյանի, այնպես էլ Արմեն Ջիգարխանյանի, եւ այս մարդկանց ամեն ինչով աշխատել է օգտակար լինել։ Այս ֆիլմը իսկապես դուք Նիկիտայի հիշատակին մի հրաշալի արձան ստեղծեցիք, ես ձեզ ասեմ։ Մենք արժանի մարդ էր։ Եվ ես հույս ունեմ, մենք մեր զրույցի ժամանակ, մեկ օր առաջ, երբ որ եթերում զրուցում ենք, դուք մի շատ ցավալի լուր ասեցիք, որ ափսոսել են Նիկիտա Սիմոնյանի անունով կոչել փողոցը, որ հարում է Հրազդան մարդ։ Դա հասկանալի է։ Դե չգիտեմ, այս ֆիլմը դիտելուց հետո այդ մարդիկ պետք է գետինը մտնեն։ Ուղղակի ամաչեն, որ իրենք այդպիսին են։ Ես ուզում եմ ձեզ նորից շնորհավորել եւ մեր առաջիկա հանդիպումներից մեկում, երբ որ արդեն մեր ժողովուրդն էլ մարսած կլինի այս ֆիլմը, մի լավ, այսպես ընդհանուր զրույց անենք։ Հետ սերով։ Ոսկե դուբլ ֆիլմը շուտով կցուցադրվի նաեւ Հայաստանում։ Մաղթենք ստեղծագործական խմբին նորանոր հաջողություններ եւ կարծում եմ, որ այս ֆիլմով մենք իսկապես յուրովի ենք ներկայանալու աշխարհին։ Համլետ Խուշյան, Կարո Արիջան, Մոսկվայից հատուկ Փակ TV համար։